ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ կարճատև գրեթե 1 ժամանոց այցելություն է ունեցել Հայաստան հայ գործընկերոջ Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո նախարարները նախաստորագրել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև TRIP ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։ Ստորագրվել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նաեւ։ Այնուհետև նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթը հանքանյութերի կրիտիկական միներալների վերաբերյալ եւ իհարկե ամենակարևորը ես կասեի հովանոցային պայմանավորվածությունը մենք եւ պետքարտուղարի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի, վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն եւ խնդրում եմ մի փոքր ուսումնասիրություն անել եւ համեմատել երկու փաստաթղթերը, հուսամ կտեսնեք, թե ինչպիսի նոր հնարավորություններով, հատկապես երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, այլ շատ կարեւոր ոլորտների, թե կտեսնեք, թե ինչպես է հարստացված փաստաթուղթը այս ուղղություններով եւս ուզում եմ մեկ անգամ եւս կարևորել եւ բարձր գնահատել նախագահ Թրամփի եւ նրա ամբողջ վարչակազմի պետքարտուղար Ռուբիոյի բոլոր մյուսների դերը եւ նվիրվածությունը հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում եւ Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում կրկին անգամ ուզում եմ ասել եւ հուսով եմ կուսումնասիրեք կտեսնեք բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի են կոչում ստորագրությամբ եւ այնուհետեւ կտեսնենք գետնի վրա որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար եւ աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար այսքանը թերևս սիրով ուզում եմ խոսքը փոխանցել ձեզ կրկին անգամ շնորհակալ եմ այցի եւ շարունակական հանձնառությունների համար to continue to further advance President Trump's and Prime Minister's vision. Դուք վարչապետը Հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIP-ով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի են նախանշում, որից օգուտներ կստանան թե հայերը, թե ամերիկացիները։ Ամերիկայի հայկական համագումարը Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների խորացումը եւ բարձր մակարդակի համագործակցությունը։ Միաժամանակ կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ գերիների եւ պատանների հարցով, պահանջելով նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։ Համագումարը հիշեցրել է Դոնալդ Թրամփի հայտարարությունները Արցախի հայերի բռնի տեղահանության եւ հալածվող քրիստոնյաների պաշտպանության մասին, կոչանելով Միացյալ Նահանգներին այդ խոստումները վերածել գործնական քայլերի, այդ թվում Ալիևի հետ բանակցություններում գերիների հարցի առաջնահերթ բարձրացմամբ։ Կազմակերպությունը նաև ընդգծել է Հայաստանի անվտանգության ամրապնդման, արցախահայության մարդասիրական աջակցության, անվտանգ վերադարձի իրավունքի, նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Վերջում վերահաստատվել է, որ համագումարը շարունակելու է աշխատել հայ ժողովրդի անվտանգության, արդարության եւ արժանապատիվ ապագայի համար։ Բաքվի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների շինծ ու գործերով դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ գործը կքննի Բաքվի վերաքննիչ դատարանը դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։ Դատավարությունը մեկնարկում է այսօր։ Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը շինծ ու գործերով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Նացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտել էր ՑՄՀ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել էին 20-ական տարվա, Մադաթ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը 19-ական տարվա, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ալավերդյանը եւ Լևոն Բալայանը 16-ական, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 15-ական տարվա ազատազրկման։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է կատարելագործել ՀԱՊԿ հավաքական ուժերի ճգնաժամային արձագանքման եւ կառավարման համակարգը, նաեւ խորացնել արդյունաբերական ու զինատեխնիկական համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերների պայմաններում պետք է արդիականացնել կազմակերպության որոշումները, հատկապես ռազմական, տեղեկատվական, կենսաբանական անվտանգության, հակահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի շրջանառության եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում։ Նշվում է նաև, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների նիստում Պուտինը նշել է, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը բարդացել է եւ կարեւոր է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների հնարավորությունները օգտագործել ներքին ու արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու, նաեւ տեղեկատվության փոխանակումն ու միասնական մոտեցումները զարգացնելու համար։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ցավալի է համարում սպառնալիքի աղբյուրից պաշտպանություն փնտրելու Երևանի ցանկությունը։ Ըստ նրա կան բազմաթիվ խնդիրներ եւ դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Շոյգուն ափսոսանք է հայտնել, որ կազմակերպության հայ գործընկերները չեն հասկանում սա եւ պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։ Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է եւ նրա պատասխանատվությունը իր երկրի եւ ժողովրդի ապագայի համար, հավելել է Շոյգուն։ Խոսք է գնացել նաեւ Ղարաբաղյան հակամարտության մասին, որի ընթացքում հայկական կողմը չի դիմել ՀԱՊԿ օգնությանը, վստահեցրել է Շոյգուն։ Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը Իրանի բարձրաստիճան ղեկավարների տեղորոշման տվյալներ են ստացել նաեւ Թեհրանի տեսահսկման համակարգերում ներդրված ծրագրային սուղանքների միջոցով։ Նա ընդգծել է, որ արևմտյան տեխնոլոգիական հարթակներից կախվածությունը ԱՊՀ երկրների համար մեծացնում է կիբերխոցելիությունը, հատկապես ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների հնարավոր հարձակումների առումով։ Բորտնիկովը նաեւ մտահոգություն է հայտնել արտասահմանյան արհեստական բանականության եւ նեյրոցանցային համակարգերի կիրառման վերաբերյալ, նշելով, որ դրանց թափանցիկությունն ու ճգնաժամային իրավիճակներում հուսալիությունը երաշխավորված չեն։ Գեգամ Մանուկյանը քննադատել է մայիսի 28-ի ռազմական շքերթի կազմակերպումը, այն կապելով ներքաղաքական նպատակների հետ եւ հարց բարձրացնելով դրա անհրաժեշտության ու իրական նպատակի վերաբերյալ։ Նա պնդել է, որ շքերթը կարող էր ծառայել իշխանության PR-ին, նաեւ կասկածներ հայտնել ռազմական տեխնիկայի գնումների արդյունավետության ու որակի վերաբերյալ, հիշատակելով մասնավորապես Սու-30-ների եւ ՕՍԱ-ԱԿ համակարգերի ձեռքբերման հարցերը։ Քաղաքացու համար իհարկե աչք շոյող է նոր ներկած տեխնիկա, հրանոթներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հազարու մի տեսակ բաներ, անօդաչուներ, բայց քաղաքացին դա կարող է դիտել ուղղակի ոչ մասնագիտական հայացքով։ Իսկ մասնագիտական գնահատականը ով է դա տալու։ Մասնագետները չէ որ ունեն բազմաթիվ հարցադրումներ, նույն այդ հրանոթների հետ կապված, թե որքան կա սպառազինություն, որքան կա արկեր, որքան կբավարարի Աստված մեր արարած ռազմական գործողություններին։ Եվ դա շատ նման է ինքնաթիռներին, որ մայիսի 28-ին թռնելու են, այդ հայտնի Նիկոլ Փաշինյանի սիրած սելֆիի խաղալիքին, Սու-30-ներին, որ հայտարարում են դեռ 19 թվականին մարտական հերթապահության է, ուրախանում են, վերջում պարզվեց ոչ միայն մարտական հերթապահության չէ, դա փաստում է իրենց սիրած այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը, այլ անգամ արկեր չունեն մարտական հերթապահություն իրականացնելու։ Եվ այդ կոնտրաստի մեջ նորից հարց է առաջանում. ինչքան մարդ կարող է, ինչքան իշխանությունը կարող է իջնել, որ ՔՎԷ-ի համար բանակը դարձնել ուղղակի նախընտրական փուչիկի նման մի գործիք, ոնց որ իրենց երկն է, Նիկոլի թմբուկն է, իրենց ծրտիկն է, հազարու մի տեսակ բան է։ Չի եղել երբեք Հայաստանի պատմության մեջ, որ ռազմական շքերթը հասարակության մեջ բևեռացում առաջացնի, բոլորիս համար դա հպարտություն է։ Իսկ հիմա շատ մարդիկ, գիտակից մարդիկ մտահոգ են, որտեղ հասկանում են, որ բանակը մեր երկրի ազգային անվտանգության երաշխավորն է, բանակը մեր հասարակության գուրգուրանքի առարկան է եւ ոչ թե միայն իշխանության ՔՎԵ մուրալու գործիքը։ Զինված ուժերի զինանշանը փոխել են, մենք տեղյակ չենք, չգիտենք, այս մասին ասել է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Այսօր սակայն հանրությանն անհայտ պայմաններում շրջանառության մեջ է հայտնվել մի նոր զինանշան, որի վերաբերյալ չկա հրապարակված իրավական ակտ, չկա հանրային քննարկում եւ չի ներկայացվել նաեւ թե ինչ են խորհրդանշում, ավելացված նոր տարրերը կամ ինչու է հանվել նախկին զինանշանի կենտրոնական խաչը։ Այսինքն տեսեք ժողովուրդ ջան, զինանշանը փոխել են զինված ուժերի, մենք տեղյակ չենք, մենք չգիտենք, զինանշանը փոխվել է։ Ով է տեղյակ, ով է իրազեկվել, հանրային քննարկում է եղել թե չէ, ինչ որ հանրային ինչ որ բան կարծիքներ, գիտնականներ հավաքվեին, ինչ որ մտավորականներ ներգրավվեին, զինվորականներ ներգրավվեին։ Մի բան է արվել, խաչը հանվել է, որքանը որ ես հասկանում եմ, որ նայում եմ այստեղ, խաչը հանվել է,
Հա, եւ Հայաստանի Հանրապետության եթե նայենք վերջնական տարբերակին զինանշանի ինչ են դրել, նախկին զինան զուտ խաչն են հանել ու ներքևում տեղադրել են Մաներով շրջանառության ինչ որ քառակուսի բան, չգիտեմ, այս քառակ, մեկ էլ Հայաստանի, նայեք, Հայաստանի դրոշն ա վերևում հայտնվել, ու ինչ որ քառակուսի բան։ Սա ինչ է։ Ինչ որ տձև անդուր ինչ որ մի հատ բան։ Ասենք լավ խաչը եք հանե, խաչը ինչի համար եք հանե։ Մեր պապերը, մեր նախնիները խաչը ձեռքներին գնացել են պատերազմ։ Մեր ամբողջ պատերազմներն անցել են խաչերով, այսինքն Աստծո օրհնությամբ, Աստծո կամքով հաղթանակն Աստծունն է այդ կարգախոսներով բանով։ Ինչի սրբապղծություն է։ Այս որ սրբապիղծն է արել։ Ասենք ու ինչ որ բան է, մենք ինքնիշխան ենք, մեր Հայաստանը, բան, մենք պայքարում ենք, անկախություն է, բան։ Ձենց ու չկա։ Իշխանության սազանդարներից, որ ասեն, մի հատ հիմնավոր ասեն, ինչի ենք սենց արել, էլի։ Այդպես պարադը չլներ չենք էլ իմանալու, ասեն պարադի արդյունքը մա։ Պարզվե, որ ՀՀ զինված ուժերի զինանշանը այլևս չունի խաչ, ինչ որ տձև չգիտեմ ինչ են արել։ Նիկոլի գլուխը դնեիք, պրսնեիք, էլի։ Ժորժ ջան, եթե մեկնաբանություններում գրեք, եթե ինչ-որ միտք ունեք, ինչ-որ գիտեք ոնց ա եղել, խնդրեմ ասեք, ոնց ա եղել, էս էլ Ալիևը ուզել, որ այս խաչը անեն։ Լավ, Արադ լեռը ուզում են հենայեն զինանշանից անեն, տեսնում եք։ Դատի եմ տվել, անձնագրերի մեջի կնիքի բանով, մինչև մի դատարանը որոշում չի կայացել, ընտրությունից հետո սա են հանելու, եթե Նիկոլը ընտրվի։ Բայց լավ, բա սա ով է ասել, որ հանեք, Էրդողանն է ասել, Ալիևն է ասել, ով է ասել։ Այս սրբապիղծներ տարածեք ժողովուրդ ջան, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։